Մերձարևելյան տարածաշրջանի դադարեցված, բայց չմարած պատերազմի 55-րդ օրը դեռևս անորոշ է մնում հակամարտության ճակատագիրը։ Վաշինգտոնը չի շտապում, ցանկանում է լավ գործարք կնքել Իրանի հետ։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Թեհրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման հարցում ժամանակային սահմանափակում չկա։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, հրադադարի 3 կամ 5 օր երկարաձգման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Թրամփի վարչակազմը սպասում է Իրանի արձագանքին։ Նախագահը ցանկանում է լսել Իրանի իշխանության միասնական որոշումը, եւ քանի դեռ մենք սպասում ենք Թեհրանի պատասխանին, ռազմական ու կինետիկ հարվածները դադարեցվել են, սակայն տնտեսական ցասումը շարունակվում է։ Արդյունավետ ու հաջողված ծովային արգելափակումը նույնպես շարունակվում է։ Մենք կաթվածահար ենք արել նրանց տնտեսությունը։ Ամեն օր Իրանը $500 միլիոն կորուստ է ունենում։ Խարկ կղզին լի է էներգակիրներով, սակայն նրանք չեն կարողանում նավթի ու գազի շարժն ապահովել։ Թեպետ Վաշինգտոնից հայտնում են ծովային շրջափակման ու Թեհրանի դեմ լծակներ կիրառելու մասին, Հորմուզի նեղուցում ստեղծված փաստացի պատկերն այլ է։ Իրանը հայտարարել է, որ իր ափերի մոտ գրոհել, շարքից հանել ու կալանել է 2 բեռնատար նավ, որոնք փորձել են անօրինական տարանցում իրականացնել նեղուցով։ Սա պատերազմի սկզբից ի վեր Իրանի կողմից նավերի առաջին կալանման դեպքն է։ Իրանի տնտեսությունը կաթվածահար անելու Քերոլայն Լևիթի հայտարարությունը հակասում է Թեհրանից հնչած տեղեկությանը։ Թեհրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցի տարանցման համար գանձվող վճարներից։ Միջոցները փոխանցվել են կենտրոնական բանկի հաշվին։ Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար է, քանի դեռ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խախտում են հրադադարի ռեժիմը, հայտարարել է Իրանի խորհրդանի խոսնակ գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղարիբաֆը։ Թեհրանը պնդում է հրադադար չեն խնդրել։ Թեհրանը հակամարտությունը դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Իրանում քննադատում են հրադադարը, ոմանք կոչ են անում շարունակել ռազմական գործողությունը։ Մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք շարունակել օպերացիան։ Մեր կարծիքով հրադադարը թշնամու զորքերին վերախմբավորվելու եւ նոր գրոհի պատրաստվելու հնարավորություն է տալիս։ Իրանի մարտական ոգին բարձր է, թեպետ Սպիտակ տունը շարունակում է պնդել Թեհրանն այժմ թուլացած է։ Նախագահը գոհ է ծովային շրջափակումից, նա հասկանում է, որ Իրանը շատ թույլ է այժմ։ Այս պահին բոլոր խաղաթղթերը նախագահ Թրամփի ձեռքում են։ Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու Վաշինգտոնի լղոզված հայտարարությունների ֆոնին Իրանը հստակ գիտի դիվանագիտական փակուղու պատճառները։ Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է իրական բանակցությունների ճանապարհին գլխավոր խոչընդոտները պարտավորությունների խախտումը, շրջափակումն ու սպառնալիքներն են։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով աշխարհը տեսնում է Միացյալ Նահանգների երկերեսանի խոսույթը եւ հայտարարությունների ու գործողությունների հակադրությունը։ Քերոլայն Լևիթը պատասխանել է նաեւ իրանական մամուլում Թրամփին բացահայտ ծաղրող տեսանյութերի մասին հարցին։ Դուք բոլորը տեսնում եք, թե որքան տարբեր ուղերձներ են հնչում Իրանից։ Տարաբնույթ հռետորաբանություն ու խոսելաոճ։ Վստահեցնում եմ, այնինչ իրանցիներն ասում են դեմ առ դեմ եւ հայտարարում հրապարակայնորեն տարբերվում են։ Միացյալ Նահանգներում Թրամփին չեն կարողանում սահմանափակել նույնիսկ օրենքով։ Սենատն այս տարի արդեն 5-րդ անգամ տապալել է Միացյալ Նահանգների նախագահի ռազմական լիազորություններն Իրանի դեմ սահմանափակելու բանաձևի քվեարկությունը։ Օրինագծին կողմ է քվեարկել 46 դեմ 51 սենատոր։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։